Ինչպես առաջին անգամ որոշեցիք կապվել արաբական բարի հետ։ Երբ առաջին անգամ լսեցի արաբական երաժշտությունը, տեսա շարժումների կանացիությունը, սկզբից դա ինձ համար հետաքրքրություն էր, հետո դարձավ անհրաժեշտություն։ Որ պահից հասկացաք, որ սա պարզապես պար չէ, այլ ձեր ուղին։ Երբ հասկացա, որ պարը դա միայն դահլիճը եւ հանդիսատեսը չէ, այլ դա քո ներսում է։ Ձեզ համար արաբական պարը ավելի շատ տեխնիկա է, թե զգացողություն։ Ավելի շատ տեխնիկա է, որը ուղղորդվում է զգացողությամբ։ Ինչն է ամենադժվարը այս պարի մեջ։ Ամենաբարդը կոմպլեքսներից դուրս գալն է եւ ներքին լարվածությունից ազատվելը։ Աշակերտները հիմնականում ինչի համար են գալիս, պար սովորելու, թե իրենց բացահայտելու։ Գալիս են հիմնականում պար սովորելու, բայց ինքնաբացահայտված գնում են։ Ինչն է ձեզ ամենաշատը ուրախացնում, երբ դաս եք վարում։ Ամենաշատ ուրախացնում է այն, երբ տեսնում եմ, թե իմ պարուհիները ինչպես են կարողանում անկաշկանդ պարել եւ իրենք բավականություն են ստանում։ Եղել է պահ, երբ ինքներդ ձեզնից զարմացել եք բեմում կամ հայելու առաջ։ Այո, եղել է։ Երբ Զգացել եմ, որ պարը գալիս է ոչ թե գլխից, այլ ներսից։ Հայաստանում արաբական պարը երբեմն սխալ են հասկանում։ Դա ձեզ երբևէ կանգնեցրել է կամ խանգարել։ Բարդություն առաջացել է իհարկե, բայց երբեք չի խանգարել։ Երբևէ մտածել եք հրաժարվել դասավանդելուց ու ինչն է ձեզ հետ պահել։ Երբևէ չեմ մտածել։ Դուք ավելի շատ կոտրում եք կարծատրիպերը, թե պարզապես ապրում եք ձեր ճշմարտությամբ։ Ապրում եմ ճշմարտությամբ, կոտրելով կարծրատիպ։ Ձեր կարծիքով կնոջ մարմինը կամ շարժումը ինչքան բան է պատմում նրա մասին։ Մարմինը երբեք չի ստում, կնոջ շարժումից նույնիսկ իր հոգեպես վիճակն է երևում։ Եթե շարժումները ազատ են, ուրեմն ներքին լարվածություն չկա, գտնվում է հավասարակշռ վիճակում։ Եղել է աշակերտուհի, ում կյանքը փոխվել է պարի շնորհիվ։ Այո, իհարկե եղել է։ Հաճախել է ուղղակի սիրողական պարի, այժմ աշխատում է որպես պարուհի։ Արաբական պարը ավելի շատ սեքսուալ է, թե հետաքրքիր։ Ավելի շատ հետաքրքիր է կարծում եմ, բայց կարող է նաև դիտավորյալ գայթակղություն է պարունակել իր մեջ։ Որն է ամենատարօրինակ հարցը, որ տվել են ձեր աշխատանքի մասին։ Տղամարդիկ են հիմնականում եղել, կարող են գալ պարել եւ աշխատել։ Կարող են։ Ոչ։ Ձեր կարծիքով ովքեր են ավելի շատ վախենում արաբական պարից, կանայք թե շրջապատը։ Ոչ էլ կանայք են վախենում։ Եթե չպարեիք, ինչով կզբաղվեիք։ Մանկավարժության մասնակցության մանկավարժը նաև։ Որն է ամենամեծ միֆը արաբական պարի մասին։ Ամենամեծ միֆը այն է, որ արաբական պարը գայթակղիչ պար է միայն, բայց դա այդպես չէ։ Հիմնականում մտածում են, թե դա ցուցադրական եւ սեքսուալ պար է, բայց արաբական պարը դա մշակութային գեղարվեստական պար է, կապված է հոգու մարմնի բնության հետ։ Մարդիկ դախ լինում են։ Իհարկե լինում են։ Եթե մարդիկ չեն զբաղվում պարով, սպորտալ չեն հաճախում, ոչինչ չեն անում, դա խային լինում։